17-ամյա դաշնակահար Յան Լիշեցկին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Երևանում նոյեմբերի 17-ին կայանալիք իր համերգի համաձայնությունը տվել է առնվազն 1 տարի առաջ։ Առհասարակ երիտասարդ դաշնակահարի ժամատախտակում առաջիկա տարին ծրագրված է։ Իսկ մինչև 2013-ի նոյեմբեր ամիսը նախատեսված բազմաթիվ համերգների տոմսերը սպառված։ Լեհական ծագում ունեցող եւ Կանադայում բնակվող երաժիշտը այսպես կոչված ոչ երաժշտական ընտանիքից է։ Յանի մայրը մեզ փոխանցեց, որ նույնիսկ դեմ են եղել, որ որդին ընտրի երաժիշտի մասնագիտությունը։ Սակայն իր խոսքով տեսնելով, որ դա նրան մեծ երջանկություն է պատճառում, այժմ իրենք են զոհաբերում իրենց ժամանակը, ճանապարհորդելով նրա հետ։ Just a local teacher in my hometown, which is Calgary. Ինձ նվագել սովորեցրել է մեր դպրոցի երաժշտության ուսուցչուհին։ Լավ չեմ հիշում, արդյոք դուրս եկավ դա 5 տարեկանում թե ոչ, քանի որ իմ ծնողները երաժիշտ չէին եւ երբեք չեն ստիպել, որ երաժշտության հետ կապված որևէ բան անեմ, բայց պետք է որ հավանած լինեի, եթե շարունակեցի եւ շարունակում եմ նվագել։ Նվագախմբի հետ համերգի առաջին փորձը 9 տարեկանում էր։ Դրանից հետո նվագել է աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում եւ նվագախմբերի հետ։ Մինչ օրս քննադատները նրան անվանել են իր տարիքի ամենակայացած երաժիշտ, նույնիսկ հանճար։ Ինքը չի սիրում, երբ իրեն այդպես են անվանում։ I'm a hardworking young person and I'm very Ես պարզապես աշխատասեր երիտասարդ եմ եւ շատ հաջողակ իմ գործում։ Երջանիկ եմ, երբ հանդիսատեսը գոհ է։ Դա իմ աշխատանքի ամենամեծ գովասանքն է։ Ինձ համար ավելի կարևոր է, թե նրանք ինչ զգացմունքներով դուրս կգան դահլիճից, այլ ոչ թե ինչ կգրեն, ասենք, մի քանի քննադատներ։ Դեռևս ոչ այդքան երկար դաշնակահարի իր կարիերայի ընթացքում հասցրել է մրցանակներ շահել, սակայն խոստովանեց, որ իր ստացած ոչ մի մրցանակ շատ թանկ չէ իր համար, եւ որ հաճախ մասնակցել է մրցույթներին ոչ թե գումարի կամ առաջին մրցանակ շահելու համար, այլ որ եզրափակչում հնարավորություն ունենա նվագել նվագախմբի հետ։ I stopped doing competitions very early for most. Բավականին վաղ տարիքից այլևս չէի մասնակցում մրցույթների, քանի որ տարեկան մոտ 100 համերգ ունեմ եւ մրցույթների համար ժամանակ չի մնում։ Բացի նվագելը սիրում է կարդալ, զբոսնել, ֆիլմեր դիտել, շփվել ինչպես իր տարեկիցների, այնպես էլ ավելի մեծ եւ փորձառու մարդկանց հետ, բայց ամենաշատը թռչել։ I play to fly and not fly to play. So Մայրս կատակով ասում է, որ ես համերգներ եմ տալիս, որպեսզի հնարավորություն ունենամ ինքնաթիռով թռչել, բայց դա այդպես չէ։ Առաջին հերթին երաժշտությունն եմ սիրում։ Հենց համերգ տալու համար ճամփորդելն է ինձ հաճույք պատճառում։ It would not have the same allure. For me, the fact that I'm going and playing a concert, that's what makes me excited. Երևանում բեմ դուրս կգա երիտասարդական նվագախմբի հետ Շումանի դաշնամուրային կոնցերտը կատարելու։